Իրանի պատերազմի պատճառով միլիոնավոր ադրբեջանցիներ կարող են փախչել Հայաստան։ Պատրաստ եք նրանց ընդունել։ Կարող է գան ինչ-որ ժամանակավոր ու հետ գնան, բայց որ գան ապրեն, այդ ես չեմ ընդունում։ Չեմ ուզում, որ գան, չեմ ուզում, որ այդ սպառնալիքը մեծի հետագայում դժբախտություն բերի։ Սպառնալիքը արդեն կախված է մեր գլխին, քանի որ վաղուց արդեն Իրանից ազգությամբ ադրբեջանցիներ լցված են մեր քաղաքով մեկ։ Կաղոհացվով դիմավորենք, հա, կոնյակով բանով։ Չէ, այդ չի լինելու։ Իհարկե ոչ, ոնց կա, ես ինչ ասելու բան, ես ինչ ասել։ Ես այդ եմ մտածում, էլի, հələ պատկերացրեք մեր Երևանում ինչքան բնակելի շենքեր են սարքում։ Նա գնացեք Դավիթաշեն, քաղաքի լուբոյ կողմը, լուբոյ կողմը մի սանտիմետր չկա, սա բարձրահարկ 15-20 հարկանի շենքեր են սարքում։ Եվ ով աստեղ ապրելու։ Հավատում եք Ադրբեջանի խաղաղ մտադրություններին։ Ուրեմն մենք ինչ պետք է ունենանք, պետություն չունենանք, մենք ինքնուրույնություն չունենանք, չկարողանանք ապրենք այս երկրում, մեր հողի վրա չկարողանանք շնչել։ Պետք է հեռապահ անպայման, եթե փայտը ծերից դրանց ոչ մի հավատ, ոչ մի դավերյա չի լինելու։ 100 տարի ինչ են արել, 100 տարի նույն պատերան, նույն կռիվնա, նույն վեժնա, նույն բանը։ Չի վերջանում, չեն մոռանում։ Ոնց կարա թուրքը խաղաղ մտադրություն ունենա։ Անգամ երբ նրանք մենք քանի որ ես ինքս ծնվել եմ Ադրբեջանում, եղբորս անունը Անդրանիկ էր, իրանք ծննդյան վկայականում անգամ Անդրանիկ բառը սարսափում են գրում են այլ կերպ։ Ոնց ինչ խաղաղության մասին է։ Ես դա պատմում եմ 70 տարվա վաղեմության պատմություն։ Եթե այդքան տարիների ընթացքում այդ խաղաղության մասին ոչ մի քայլ չեն արել, այսուհետև առավել եւս չի լինելու։ Ադրբեջանի կողմից վտանգ զգում եք։ Ցանկացած տեսակի, քանի դեռ այս իշխանություններն են, ցանկացած տեսակի վտանգ մենք զգում ենք, իրանք չնայած այլ կերպ են ներկայացնում, բայց վտանգը կախված է մեր կողմից։ Վտանգը ամեն դեպքում կա։ Ձեր կարծիքով, որ երկիրն է Հայաստանի համար գլխավոր սպառնալիքը։ Ոչ, ֆռում եմ Ադրբեջանը։ Այսօրվա դրությամբ Թուրքիան ու Ադրբեջանը։ Թշնամի Թուրքիա, Ադրբեջան։ Ինչ է պետք խաղաղություն ապահովելու համար։ Ատոմային զենք։ Չի լինի կյանքում։ Չի եղել 100 տարի չի լինում այդ բանը գնում է։ Չեն զիջում, չեն ներում, չեն ասում, 100 տարի նույն բանել էլի գնում է։ Կարծիքով երբևիցե չի լինելու այդ խաղաղությունը, երբևէ։